այս ծառայության կրճատումը խնդրում Եղբայր չի լինի այդ հարցը լուծել, հասկանում եք։ Եղբայր չի լինի դա լուծել։ Կարելի է մի բան ասեմ։ Ինչ որ խնդրում ենք կազմ ձևավորել, մեր ծնողներին չհանտեսել մի հատ մենք էլ հասկանանք։ Եղբայր պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տվել, չենք կարա, այդ հարցը լուծում չունի, չենք կարա ծառայության պլան կա, էլի։ Հետո գիտեք ինչ, այդ բանը հասկանում ենք, հարգում ենք, խոնարհվում ենք, ոչ մի խնդիր, բայց այդ հարցը չենք կարա լուծենք մենք։ Դա նշանակում է բան անենք, բանակի ֆունկցիոնալությունը ջարդենք, չենք կարա լուծել։ Ինչքան է մնացել ծառայությունից։ 25 թվի զորակոչվածներ են երեխեքը։ Ինչքան է մնացել։ Մի տարի դեռ կա։ Ահա, թող հանգիստ ծառայեն հետ կամ պետք չի այդ հարցի շուտ։ Պարոն Բաշյան, սա ամեն դեպքում խտրականություն է ձևավորվում ոնց որ։ Ուղղակի խնդրում ենք, գիտեք որ դա անհնարին չի։ Անհնարին է, չի լինի։ Լավ, եթե հնարավոր չի, տասնյակ տեսեք, դուք տասնյակ նամակներ եք գրել, հարյուրավոր նամակներ եք գրել։ Այդ հարյուրավոր պատասխան հիմնով։ Ես չեմ կարա 100-ին բոլորին պատասխան, մի հոգու պատասխանել եմ, որ այդ հարցը ներողություն եմ խնդրում, խոնարհվում եմ, գլխարկս հանում եմ, բայց այդ հարցը լուծում չունի։ Ես ուղղակի այդ հարցի լուծման մի խնդրանք, եթե հնարավոր է, կարելի է, մի խնդրանք, ուղղակի մենք այդ 5-6 հազար ծնողների մեջ ունենք մակարդակով մարդիկ, որ կարանք, որ կարա ընդունվի ու իրանց հետ հաշվինս գոնե մի բացառ ինչ որ մի ձև հասկանանք, որ իրական եթե դա չի տեղավ։ Մենք ամեն դեպքում պարոն Փաշինյան կան մարդիկ, որ ամեն հաշվարկը կարող են տիրապետում են, մենք էլ ենք հասկանում։ Այդ հաշվարկը պաշտպանության նախարարությունից լավ ոչ մեկ չի տիրապետում։ Հիմա ես ձեզ ուղիղ ասեմ, հանդիպում կազմակերպենք, բայց արդյունքում եթե չի լուծվելու հարցը, գալու եք ասելու եք, եկան խոսացին, բան չարեցին։ Ես իմ փորձը կա, տենց փորձ նում, ասում են նամակ են գրել, չեմ պատասխանում, էլի եմ ասում, ես 1-2 նամակի ուղիղ գրել եմ, հարգելի ծնող, ամենայն խոնարհումով, չենք չի լուծում չունի այդ հարցը, պատասխանել եմ, բայց ես բոլորին հատ չեմ կարող պատասխանել։ Հիմա էլի եմ ասում, գոնե ինչ որ լավ, ինչ որ մի մոտեցում հնարավոր չէ։ Եղբայր երեխեքը տղերքը թող հանգիստ այս խաղաղ պայմաններում ծառայեն հետ, ինչ եք լարում ստեղծում, ինչ եք խնդրեմ ստեղծում։ Ես ձեզ ուղիղ ասեմ, ինքն էլ ընտրությունների բերանա, մենք կուզենայինք այդ հարցը լուծեինք, որ ասեինք վայ մի հատ, բայց չունի այդ հարցը լուծում, եղբայր, չունի այդ հարցը լուծում։ Ասում եմ հիմա եթե ուրիշ ժամանակ մտածենք, որ մենք անտարբեր ենք տենց բան, ընտրությունների շեմա, չէ։ Եթե այդ հարցը լուծում ունենար, մենք կլուծեինք մի հատ էլ։ Չենք հաշվի ընտրության շեմա, մենք գիտենք որ Չէ, ասում եմ, եթե միջամտության հարց չի, ես նամակները կարդացել եմ, գիտեմ, որ հավաքվել է կառավարության դեմը, գիտեմ, բայց Պաշտպանության նախարարի հետ քննարկել եմ, այս կողմից եմ քննարկեն, կողմից էլ խնդիրա, պրոբլեմ, մենք չենք կարա ամեն ինչ սենց բացահայտ ասենք։ Բանակա վերջին ինքը նրբություններ ունի, գաղտնիքներ ունի, մենք չենք կարա ամեն ինչը սենց բաց փռենք, ասենք, տեսեք, էս սենց է, բայց խնդիր կա, հիմա խաղաղության պայմաններում հանգիստ նորմալ ծառայում են, լարում պետք չի։ Լարում հարցը ոչ թե ծառայություն։ Եղբայրս, ձեր ազգանունը ի՞նչ է։ Պետրոսյան ազգանունս։ Պարոն Պետրոսյան, ներողություն եմ խնդրում, այս պահին չունեմ ես լուծում այդ հարցի։ Ներողություն եմ խնդրում, բոլորից հետ ներողություն եմ խնդրում, բայց էլի եմ ասում, էլի, ասենք այդ խնդրեմը միշտ կա։ Հիմա ենթադրենք ուղղակի էս մի փուլի վրա իրականում խտրականություն է, որ սա կարելի է նայել երեխեքին հավասար։ Պարոն Փաշինյան, սենց հաշվի առնենք։ Եղբայր, ես ձեզ ասեմ, ոչ, ես ձեզ ասեմ, ինչ ենք մենք հիմիկ, մենք 2021 թվի նախընտրական խոստում ա եղել, որ ծառայության ժամկետը պետքա կրճատենք։ Ինչ ենք կրճատել 2026 թվականի հունվարի 1-ից, որովհետև այս ժամանակա, որ պաշտպան հայրենիաց ծրագրով արդեն մենք այնքան զորակոչիկներ ունենք, այնքան պայմանագրայիններ ունենք պաշտպան հայրենիացով, որ պահին մենք կարեցել ենք անենք, մենք դա արել ենք։ Մենք ի վերջո 21 թվին դա խոստացել ենք եւ կատարել ենք։ Եվ էլի եմ ասում, միշտ էլ հասկանում եք ցանկացած որոշում աշխարհում չկան սահման որոշում։ Միշտ էլ ինչ որ մի որոշում գալիս է, մի ինչ որ մեկից եւ մարդկանց խմբից մի միլիմետր էս կողմ կանգնում է։ Ցանկացած որոշում, կլինի դա սահմանամերձ գյուղերի ծրագիր, կլինի 16 միլիոնի ծրագիր, կլինի թոշակ, կլինի աշխատավարձ, կլինի առողջության, այսինքն միշտ գալիս է ինչ որ միտեղ կանգնում է։ Այդ տրամաբանությամբ գնանք չենք որոշում ներկայացնի։ Ես այդ բանը խնդրում եմ մի քիչ ըմբռնումով մոտեցեք։ Ասենք հա, տասնյակ տարիներով, ասենք գյուղում մանկապարտեզ չի կառուցվում։
փողոց չի նորոգվում, ճանապարհ չի սարքվում, մարդիկ արդեն համակերպված։ Այս գյուղում մի գործ անում ես, կողքի գյուղի ժողովուրդը ասում է, ինչի նրանցը սարքեցիք, մեր չսարքեցիք։ Այս խտրականություն։ Այստեղ պարոն Փաշինյան, ոչ թե մենք Եղբայրս կամ ներողություն էլի ավարտել։ Եղբայրս Մենք չենք ասում խիպը դիրանք ծառային Ես ներողություն եմ խնդրում։ Ես ներողություն եմ։ Ընդունեք, բայց ես նույն բանն եմ ասել։ Եթե ընդունեք մենք կհասկանանք։ Նույն բանն եմ ասել։ Եկեք մենք ինչ հաշվարկ ունենք, ինչ ենք ուզում առաջարկենք, պարոն Փաշինյան։ Ժողովուրդ լարում մի ստեղծեք, թողեք այդ տղեկը հանգիստ ծառայեն։ Թողեք հանգիստ ծառայեն։ Էսա լարում, այսինքն ինչի է հասկանում եք ծառայության մեջ գտնվող մարդիկ են։ Թողեք հանգիստ ծառայեն։ Անդադ զանգում խոսում եք, ասում եք, էսա գնալու ենք ծառայության ժամ։ Այդ զինվորները արդեն ներվերի վրա են, նյարդերի վրա են։ Դուք հասկանում եք դա ինչ հետևանքներ կարա բերի։ Այսինքն մարդը որ սպասում, հա? Սա զինվորի խնդրանք, սա ծնողների կողմից։ Չէ, բայց զինվորները գիտեն, չէ որ sense խոսակցություն է գնում։ Հաստատ զանգում են, դուք էլ ասում եք, հա, էսա մենք գնալու ենք, այս մեկը էս ասեց, այն մեկը այդ զինվորներին, հազարավոր զինվորների նյարդի վրա եք դնում։ Դա կարա հետևանքներ ունենա, պետք չի նյարդի վրա դնել։ Ես էլ եմ ասում, եթե այդ հարցը լուծվողը լինի, մենք ենք շահագրգիռ առաջի անգամ։ Ես ձեզ խոստանում եմ, որ մի հատ էլ նախարարին կկանչեմ, եթե հնարավոր լինի, դուք չեք այդ երեխեքի այդ զինվորների ծնողը, մենք ենք այդ զինվորները, որպես ծնող մի հատ էլ կնայենք այդ հարցը։ Եթե որևէ տարբերակ կա լուծելու, կլուծենք։ Մեր խնդրանքը